Նա խլեց նրա կյանքը ոչ բռունցքով, ոչ արյամբ, լռությամբ, որը տարիներով կուտակվում էր։ Արզուն բեմի վրա ուրիշ մարդ էր։ Երբ նա երգում էր, թվում էր, աշխարհը մի պահ կանգ է առնում միայն նրան լսելու համար։ Նրա ձայնը ուժ ու ցավ ու երազ էր միաժամանակ։ Մարդիկ հավատում էին նրան, որովհետև նա երգում էր այն, ինչ իրենք չէին համարձակվում ասել։ Բայց բեմից դուրս նրա կյանքը փոքր էր, նեղ, շնչահեղձ։ Նրա ամուսինը հարգված խելացի միշտ կոկիկ այն տղամարդն էր, ում բոլորը նախանձում էին։ Ինչ բախտավոր կին է, ասում էին։ Նրանք չէին տեսնում փակ դռների հետևում ապրող ճշմարտությունը։ Նա երբեք չէր գոռում։ Նա հրամաններ չէր տալիս։ Նա պարզապես սահմաններ էր դնում։ Քիչ ելույթ ունեցիր, օգնում, ես այս երգը քեզ չի սազում։ Մարդիկ շատ են նայում քեզ։ Եվ ամեն անգամ նույն նախադասությունը՝ մեղմ, բայց ծանր, ես դա քո լավի համար եմ ասում։ Սկզբում Արզուն հավատում էր։ Հետո սկսեց կասկածել, վերջում լռել։ Երգերը դարձան ավելի անվտանգ, ավելի դատարկ։ Նրա ձայնը դեռ ուժեղ էր, բայց հոգին այլևս չէր բարձրանում նրա հետ։ Նա սովորեց ժխտալ լուսանկարների համար, ստորագրել պայմանագրեր առանց կարդալու և գիշերները լուռ նստել պատուհանի մոտ, հիշելով, թե ով էր ինքը մի ժամանակ։ Հայելին դաժան էր։ Այն հիշեցնում էր նրան այն կնոջը, որ երազներ ուներ։ Իսկ հիմա այդ երազները ապրում էին միայն հիշողության մեջ։ Մի երեկո համերգի ժամանակ, երբ դահլիճը լցված էր մարդկանցով, իսկ ծափահարությունները չէին դադարում, Արզուն հանկարծ հասկացավ, ինքը դատարկ է։ Ոչ հոգնած, ոչ վախեցած, դատարկ։ Այդ պահին ճշմարտությունը հստակ դարձավ, նա չէր մահացել մի օրում։ Նրան սպանել էին դանդաղ։ Նա իր ամուսնուն չէր սպանել, բայց նա խլել էր նրա կյանքը, երազները, ինքն իրեն։ Այդ գիշեր Արզուն երգեց այնպես, ինչպես վաղուց չէր երգել։ Ձայնը դողում էր, բայց ազնիվ էր։ Դա վերջին երգն էր այդ կյանքի մեջ։ Երբ լռությունը իջավ դահլիճի վրա, նա այլևս չէր վախենում։ Առաջին անգամ երկար տարիներից հետո Արզուն իրեն կենդանի զգաց։